Բարի գալուստ, մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Կիվին շատ օգտակար միրգ է, սակայն պետք է իմանեք, որ կիվին ևս ունի հակացուցումներ և կան հիվանդություններ, որոնց ժամանակ պետք չէ կիվի ուտել։ Թեպետև կիվին մեր հասարակության մեջ վաղուց հայտնի միրգ է, այնուամենայնիվ այնքան էլ տարածված չէ։ Ամենից հաճախ մարդիկ նախապատվությունը տալիս են բանանին, նարնջին ու խնձորին, իսկ այս վառ կանաչ միրգը հազվադեպ են ընտրում և շատ իզուր, որովհետև այն օրգանիզմի համար անհրաժեշտ օգտակար նյութերի իսկական շտեմարան է։ Կիվին հարուստ է վիտամիններով C, A, B1, B2, PP, B6, B12, E, K1, D, ինչպես նաև բետա-կարոտինով։ Այս պտուղը շատ բջջանյութ, կալիում, կալցիում, մագնեզիում, պեկտին, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, հակաօքսիդանտներ և ամինաթթուներ, մրգային թթուներ, ակտինիդին, բուսական սպիտակուց, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ է պարունակում։ Կիվիի մեջ կա սպիտակուցների քայքայմանը նպաստող ակտիդին ֆերմենտը, այն նպաստում է նաև արյան մակարդելիության մակարդակի նորմալացմանը և դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա։ Հատկապես կիվիի կեղևի մեջ շատ են հակաօքսիդանտները, այնպես որ կիվին կարելի է ուտել հենց կեղևով։ Կիվին ունակ է օրգանիզմից դուրս բերել ավելորդ աղը, ինչն օգտակար է այն սիրողների համար։ Միջին չափի 2 կիվին ապահովում է մեր օրգանիզմին անհրաժեշտ ֆոլաթթվի քառորդ մասը։ Կիվին նաև պարունակում է օրական մեզ անհրաժեշտ պիրոքսիդինի 4%-ը, այդ վիտամինն անհրաժեշտ է հղի և կերակրող կանանց, ինչպես նաև ծերերին ու երեխաներին։ Կիվի պետք է օգտագործել շաքարախտի դեպքում, քանի որ այն ցածր գլիկեմիկ ինդեքս ունի և միաժամանակ համեղ է։ Միրգը բնական շաքար է պարունակում, սակայն չափավոր քանակությամբ, ինչը չի խաթարում ածխաջրածնային մետաբոլիկ գործընթացները և անգամ որոշակիորեն օգտակար է դիաբետիկների համար։ Իսկ ինչով է օգտակար կիվիի կեղևը։ Կիվիի կեղևի մեջ շատ հակաօքսիդանտներ կան, այդ պատճառով էլ կիվին օժտված է հակաքաղցկեղային, հակաբորբոքային և հակաալերգեն հատկությամբ։ Կեղևը 3 անգամ ավելի շատ հակաօքսիդանտ է պարունակում, քան պտուղը։ Դրա համար էլ խորհուրդ են տալիս կիվին կեղևով ուտել, իհարկե վրայի թելիկները լավ մաքրելուց հետո։ Եվրոպացի գիտնականների կարծիքով կիվիի կեղևն օժտված է հակասեպտիկ հատկություններով և կարող է օգնել դիսբակտերիոզի դեպքում։ Համարվում է, որ կեղևի շնորհիվ ոչնչանում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են ստաֆիլոկոկը և աղիքային ցուպիկը։ Կիվին շատ օգտակար է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այս մրգի ցածր կալորիականությունը, ճարպերը քայքայող ֆերմենտների և էնզիմների պարունակությունը գերազանց աջակից են նիհարելու հարցում։ Սննդաբանները վաղուց նկատել են, որ կիվին բուսական բջջանյութի հիանալի աղբյուր է։ Մանր սև սերմերի մեջ շատ չլուծվող բջջանյութ կա, այն թույլ է տալիս կարգավորել մարսողությունը դիետայի ընթացքում։ Կիվին նաև թուլացնող հատկություն ունի, ինչն օգտակար է աղիները մաքրելու համար։ Լուծվող սննդային մանրաթելերը հեշտությամբ ներծծում են ջրերը ստամոքսում, ստեղծելով ախորժակը փակելու համար անհրաժեշտ ծավալ։ Քանի որ կիվին օգնում է կարգավորել մարսողությունը, սննդաբանները խորհուրդ են տալիս այն ուտել ճաշից հետո։ Այն կանխում է ստամոքսի ծանրությունը, ինչպես նաև օգնում է երիկամներին։ Համարվում է, որ այս միրգը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը։ Գոյություն ունի անգամ կիվիի հիմքով դիետա։ Սրա հիմնական գաղափարը ցածր կալորիականություն ունեցող մթերքների ու օրական 5 կիվիի գործածության մեջ է։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս կատարել կանոնավոր բեռնեթափման օրեր կիվիի օգնությամբ։ Դրա համար պետք է ուտել օրական 1 կգ կիվի ողջ օրվա ընթացքում։ Խմել կարելի է միայն չգազավորված ջուր։ Կիվին հղիության նորմալ ընթացքն ապահովելու համար անփոխարինելի միրգ է։ Այս փաստը պայմանավորված է նրա մեջ ֆոլաթթվի պարունակությամբ, որն անհրաժեշտ է պտղի կրման ընթացքում։
Կանացի օրգանիզմն այս վիտամինի կարիքն ունի անգամ բեղմնավորումը պլանավորելու ընթացքում։ Բացի դրանից, ֆոլացինն անհրաժեշտ է ցանկացած մարդու նորմալ արյունաստեղծման, առողջ բջիջների աճի, կենտրոնական նյարդային համակարգի կենսագործունեության ու գլխուղեղի կեղևի համար։ Կիվին պարունակում է բավականին մեծ քանակությամբ կալիում։ Այդ միկրոէլեմենտն անփոխարինելի է սրտի աշխատանքի կարգավորման, անոթների պատերի ամրացման, զարկերակային ճնշման կարգավորման համար։ Բացի դրանից, կալիումն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը, կանխելով ու հեռացնելով այտուցները։ Կիվին մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, որն անհրաժեշտ է արյունաստեղծման ու արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի կարգավորման համար։ Բժիշկները խորհուրդ են տալիս կիվի ուտել սակավարյունությամբ տառապող մարդկանց կամ նրանց, ովքեր արյան էական կորուստ են ունեցել ինչ-ինչ պատճառներով։ Բացի դրանից, կիվիի մեջ կա ակտինիդին բացառիկ տարրը, որը կարգավորում է սպիտակուցային փոխանակության պրոցեսները, ինչպես նաև նորմալացնում է արյան մակարդելիությունը։ Կիվին կանխում է թրոմբների ձևավորումը, ակտիվորեն քայքայելով անոթները խցանող ճարպերը։ Կիվին օժտված է օրգանիզմից աղի ավելցուկը դուրս բերելու հատկությամբ, ինչն էականորեն բարելավում է երիկամների աշխատանքը։ Այս միրգը կանխում է երիկամներում քարերի ու ավազի ձևավորումը, նվազեցնում է նեֆրիտի ու պիենոլոնեֆրիտի զարգացման ռիսկը, ինչպես նաև խոչընդոտում է լեղուղիներում քարերի առաջացմանը։ Ինչպես արդեն նշեցինք, կիվին ունի հակացուցումներ։ Կանաչ այս միրգը բավական ուժեղ ալերգեն է, այն օգտագործելիս պետք է զգույշ լինել։ Կիվին նախընտրելի է չտալ փոքր երեխաներին, այն պետք է սննդակարգում զգուշորեն կիրառեն նաև տարեցները։ Կիվին նաև մի շարք թթուներ է պարունակում, որոնք կարող են դերմատիտ առաջացնել և վնասել ատամների էմալը։ Դրանց ազդեցությունը կարելի է նվազեցնել կիվիի օգտագործումից հետո բերանի խոռոչի ջրով ողողելով։ Կիվի խորհուրդ չի տրվում ուտել աղեստամոքսային տրակտի պաթոլոգիա, օրինակ՝ խոց, ինչպես նաև երիկամների հիվանդություն ունեցողներին։ Ինչպես ընտրել կիվի։ Հասած կիվիի կաշին պետք է լինի հավասարաչափ շագանակագույն և հարթ։ Պտուղի մակերեսին նաև չպետք է մուգ բծեր և կնճիռներ լինեն։ Մի փոքր սեղմեք պտուղը, այն պետք է պինդ լինի, բայց ոչ շատ պինդ։ Եթե սեղմելուց հետո նրա վրա փոսիկ է առաջանում, նշանակում է այն գերհասած է և պետք չէ գնել։ Հաշվի առեք, որ հասած կիվին շատ անուշաբույր է։ Եվ հիշեք, որ մեր տեսանյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և որևէ բժշկական ցուցում չեն պարունակում։ Եթե ունեք առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք բժշկի կամ մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է վնասել ձեր իսկ առողջությանը։ Առողջ եղեք։